Բարև ձեզ Հայք մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք հասարակական գործիչ, քանդակագործության ազգային պարկ թանգարանի հիմնադիր տնօրեն Արտուր Գևորգյանի հետ։ Պարոն Գևորգյան, բարև ձեզ։ Նախ թույլ տվեք Աստծո բարի։ շնորհակալություն հայտնել ձեզ մեծ այդ զրույցի հրավերն ընդունելու համար։ Ձեր Ես թույլտվությամբ ձեզ եմ սկսենք մեր շնորհակալ։ զրույցը։ Սկսենք։ Հայաստանը այսօր արդեն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Քաղաքական դաշտը մտել է ակտիվ փուլ։ Մենք տեսնում ենք, որ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր հիմնական խաղացողները պատրաստվում են 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Դուք որպես ակտիվ հասարակական գործունեություն ծավալող մարդ, ինչպես եք գնահատում ներկա պահին ընթացող բոլոր գործընթացները, ինչ իրավիճակ է այսօր տիրում եւ ըստ ձեզ ինչպիսի արդյունքներ կունենանք 2026 թվականի ամռանը։ Մի քիչ շատ լայն հարց է, բայց փորձեմ հնարավորինս հագիշտ պատասխանել։ Ես թերահավատ եմ, որ մինչև 26-ի ընտրությունները ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ զարգացումների պակասներ կունենանք եւ շատ հարթ կհասնենք 26 թվականին։ 26 թվականի ընտրություններին, որովհետեւ ենթադրում եմ, որ բոլորը վաբանկ են խաղում եւ իշխանությունը եւ ընդդիմադիր ուժերը եւ անհատները ընդգծված հեղինակություն ունեցող, իսկ սա բոլորը տեսնում են, որ բոլորը վաբանկ են խաղում եւ փաստացի նման սուր իրավիճակում, որը միգուցե հիմա նկատելի չէ կամ հասու չէ լայն հասարակությանը շատ բարդ է լինելու վավանկով ինչ-որ արդյունքների գնալ կամ ինչ-որ կանխատեսումներ անել։ Տեսեք, իրականում կան եւ առկա են անհավասար պայմաններ իշխանության եւ մնացածի համար։ Արդյունքը լինելու է այս պահի դրությամբ առնվազն 50-50 տարբերակով, բայց շատ դժվար է խոսալ մի բանի մասին, որտեղ չգիտես, թե ինչ հիմնական ուժեր կմասնակցեն կամ ինչ կոնֆիգուրացիայով կմասնակցեն։ Այսինքն մենք սրանից 2 ամիս առաջ չենք սպասում, որ Սամվել Կարապետյանը մասնակցության հայտ կունենա եւ այստեղ արդեն ընդհանուր պատկերը, հարաբերակցությունը փոխվում է։ Մենք չենք պատկերացնում, թե իշխանական թևից կամ իշխանամետ ինչ ուժեր կմասնակցեն 26 թվականի ընտրություններին եւ ինչ կոնֆիգուրացիաներով։ Մենք չենք պատկերացնում, որ Մայր Հայաստանը շարժումից կդառնա կուսակցություն, որը տեղի ունեցավ օրերս, չենք պատկերացնում, որ Բարգավաճ Հայաստանը, որը երկար ժամանակ քաղաքական process-ներից դուրս էր կամ ակնհայտ աշխատանք չէր տանում քաղաքական զարգացումների մասով, կհայտարարի, որ մասնակցելու է ընտրություններին, այսինքն շատ ուժեր կան, որոնք բավականին ազդեցիկ են, հզոր են, ունեն ռեսուրսներ եւ միջոցներ եւ մինչեւ այս պահը չեն հայտարարել ընտրությունների մասը։ Իշխանության հատվածում, եթե տեսանելի դաշտում մենք փորձենք ինչ-որ բաներ արձանագրել, պետք է ասել, որ իշխանությունը իր որպես կուսակցություն ցածր ռեյտինգով միևնույն է հաջորդ ընտրությունների ժամանակ այդ նոր դերակատարներին լցնելով դրական դաշտ եւ մղելով դեպի քվեարկություն հավաքելու է բավարար ձայներ պարզ մեծամասնության իմաստով։ Միգուցե թե համամասնական իմաստով դա չի լինելու 50+1-ը, բայց պարզ մեծամասնության իմաստով ավելի շատ նաև անսպասելի շատերի համար ինքը ունենալու է ձայները, որից հետո ենթադրում եմ, որ եթե կլինեն իշխանամետ կամ իշխանության արբայնակ ուժեր, ովքեր կանցնեն խորհրդարան, այստեղ պարզ չէ ամեն ինչ, այդ ամբողջի հետ ինչ-որ մի կոնֆիգուրացիայով դաշինքի տեսքով կփորձեն ձգտել մեծամասնության։ Ընդդիմության հարցով, քանի որ ընդդիմությունը հետևողականորեն տանում է մի գիծ, այսինքն իր նարատիվներով եւ իր
ներուժով ամբողջապես ներգրավված է հին խոսույթի մեջ, մինչև այժմ այդպես է, դուք փոխվի թե չէ կտեսնենք, հա, այս պահի դրությամբ, այսպես ասենք, եթե վերցնենք ու դատողություններ անենք, բարձ մեծամասնության հետ կապված ջանքեր գործադրելու ավելնորդ գետնի վրա ոչ թե հանրային մեդիայի դաշտում աշխատանք ունի անելու։ Հակառակ պարագային ունենալու ենք մի այլ տիպի պատկեր, որովհետև այն ուժերը, որոնք այսօր ավանդական ընդդիմություն են հայտարարված եւ 5 տարի աշխատել են այս ուղղությամբ, վերակազմավորման process-ներ են անցնելու, ենթադրում եմ, որ այդպես կլինի, եւ դա բնական զարգացումների տեսքով տալու է լրիվ այլ պատկեր, հա, որտեղ հին ֆորմատով շարունակությունը, երբ որ ասենք Վահանեցյան Արտուրի կուսակցությունը ամբողջապես ասում է մենք մեր ուժով կմասնակցենք ՀՅԴ եւ երկրորդ նախագահի ուժեր այդ ֆորմատը դեռ ինչ-որ քննարկումների փուլում է, ամեն դեպքում պարզ հայտարարություն դեռ չունենք այս մասով ունի ընդհանուր այդ հայտարարված ընդդիմությունը, դասական ընդդիմությունը ունի լուրջ ձևափոխումների, կոնվերտացիաների ճանապարհ անցնելու ճանապարհ։ Մինչև այս ամբողջի մեջ հստակություններ չունենալ, կարելի է մենակ նկատել, որ իշխանությունները այդ նոր դերակատարներին ուղղված սոցիալական տարբեր հանրային նշանակության շինարարություններով զբաղված դեռ բարձ մեծամասնության եւ մնացածի հետ հարաբերակցության դաշտում արժևում է։ Պարոն Գևորգյան, տեսեք, թե Հայաստանի, թե մեր տարածաշրջանի եւ ընդհանրապես միջազգային առումով այսօր քննարկման մեծ առիթ է, քննարկման մեծ այսպես թեմա է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Հատկապես Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո այս հարցը ավելի ակտիվորեն մտել է քննարկումների փուլ, բերվել է առաջին պլան։ Վաշինգտոնում տեղի է ունեցել որոշակի գործընթացներ, որոնք խաղաղության պայմանագրի ստորագրում չէ իհարկե, բայց դրան ուղղված ինչ-որ քայլեր էին։ Հայաստանը գնում է խաղաղության, բարիկադի մյուս կողմում Ադրբեջանն է, որը ընդհանրապես չի գնում խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները որևիցե ցանկություն չունեն խաղաղության գնալու։ Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր, որոնց մասին կարծում եմ կարիք չկա թվարկելու։ Ըստ ձեզ, վերջնարդյունքում մենք ունենալու ենք խաղաղության պայմանագիր, թե այս պահին գործընթացը արդյունքից ավելի կարևոր է հենց Ադրբեջանի համար։ Ուրեմն, սկսենք մի քիչ այս կողմից, փաստացի, երբ որ այսօր ադրբեջանական հասարակության մեջ վերջին հարցումները, որոնք կային նայում ես կամ դնում ես սեղանին, 70%-ից ավելի չի ուզում պատերազմ։ Վերջապես այս 35-6 տարիների ընթացքում ադրբեջանական հասարակության եւ ադրբեջանցիների շրջանում սոցիալական բեռը ահռելի մեծացել է։ Դա ասելով ի նկատի ունենք կորուստները, վիրավորները եւ դրա հետ կապված ամենատարբեր սոցիալական տնտեսական խնդիրները, որոնք առաջ են եկել։ Եվ ասենք Ադրբեջանի իշխանությունները ներքին սպառման եւ արտաքին, այսպես ասած, դիրքը չզիջելու կեսվածքով հանդերձ շատ լավ հասկանում են, որ հերթական պատերազմը կարող է դառնալ շատ լուրջ խնդիր Ադրբեջանի գոյության եւ չգոյության մասով։ Հայաստանում հասարակության մեջ այն ինչ տեղի ունեցավ Արցախի անկումից հետո անընդհատ կուտակվող, այսպես ասած,
լարվածություն է, որը չի փոքրանում, կապ չունի թե երեք Ղազախստանում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ Ադրբեջանը հայ երկչին տվել է 10 միավոր և Հայաստանն էլ ադրբեջանցի երկչին է տվել 10 միավոր, կամ Ալեն Սիմոնյանը կասի, որ շուտով մենք առևտուր կանենք չգիտեմ ընդեղ Ադրբեջանի հետ եւ այլն եւ այլն, իրականությունը լրիվ այլ է եւ կոնտեքստից կտրված են թե Ադրբեջանի ղեկավարությունը, թե տեղի ղեկավարությունը, սա այսպես Հայաստանի համար գերնպատակ է եղել դառնալ խաչմերուկ, այն ինչ ասում է այսօր Նիկոլ Փաշինյանը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ խաչմերուկը դառնալու մեջ որպես կորուստ եւ այսպես ասած կորցնել Արցախը կորցնելու իմաստով որևիցե մի նպատակ կամ իղձ հայերը չեն ունեցել եւ հիմա երբ որ Արցախը չկա կամ կա փաստացի օկուպացված է, հա այստեղ լուրջ հարցեր կան թե խաղաղություն ասածը հայի համար ինչ է կամ հայ հասարակության համար ինչ է, կապ չունի այնտեղ Ադրբեջանում կամ ստեղ այդ մարդկանց ինձ քեզ կասեն ռևանշիստ չեն ասի, մենք մեր ապրած տարիների կրթության եւ մնացած բոլոր հոգեվոր արժեքների փոխանցման արդյունքում ունենք մեր հստակ դիրքորոշումը, որը քանի գնա ավելի շատ է բարձրաձայնվելու։ Կարող է ինչ-որ պահ լրի, տեսանելի չլինի, բայց դա լինելու է։ Վաշինգտոնյան համաձայնագիրը կամ չգիտեմ ինչը, հա, կամ խաղաղության հետ կապված թղթի առկայությունը։ Բերեք պայմանավորվենք, որ ցանկացած թուղթ ունի իր հագաթուղթը, կամ ցանկացած թուղթ կարող է ստորագրվել, հետո չիրականացվել։ Միջազգային պրակտիկան մեզ ապացուցում է մի բան, որ իրար այդ խաղաղություն կնքած երկրները ավելի են հագվում պատերազմի, եթե որևիցե մի կողմը ուժի արդյունքում պարտադրում է խաղաղություն դիմացի կողմին։ Երբեմն, ինչպես պատմության մեջ բազմաթիվ անգամ եղել է, հաղթող ուժը ավելի շատ պարտված է, քան պարտվող ուժը։ Ադրբեջանի համար այդ հաղթանակը եւ դրանցից ենթադրվող հռետորաբանությունը ընդամենը հռետորաբանություն է։ Իրականում մենք գիտենք, որ նույն Ադրբեջանում այդ սոցիալական բեռի կորուստների հետ կապված ներքին հզոր լարվածություններ եւ հագաճառություններ են զարգանում, որոնք մի օր անպայման ջրի երես են դուրս գալու։ Ինչ վերաբերվում է խաղաղության գործընթացին, աշխարհում կար Արցախի բանակցային գործընթաց, որը 30 քանի տարի, 26 տարի ցկցկվելուց հետո, հա, մտավ Բաքուի։ Այդ արդյունքում ամենատարբեր ուժեր, ամենատարբեր, չգիտեմ, առավելությունները ստացան ներքին հասարակական կյանքում, հա, բայց խնդիրը չլուծվեց։ Նույնը ստեղ է։ Այդ խաղաղության գործընթացը կամ շրջանակային ուշագիրը, որը կիրառման կամ իրավական ուժ չունի, Վաշինգտոնում ստորագրվածի մասին ես չգիտեմ, միգուցե այնտեղ ինչ-որ բան է ստորագրվել իրավական ուժ ունեցող, որից մենք տեղյակ չենք, սա հարցի մյուս կողմն է։ Այստեղ ես ներողություն եմ խնդրում, բայց այն ինչ մեզ ներկայացրել են իրավական ուժ ունեցող ուշագիր է։ Եվ այս ընդամենը տարածաշրջանի երկու երկրների համար, Ադրբեջան եւ Հայաստան, ներքին կյանքի իշխանության պահպանման հաղթատուղթ է եւ շարժվելու է տարիներով, բայց վերջնական արդյունքը շատ հեռու է եւ հեռու է մնալու։ Այսինքն այս փաստաթուղթը վերջնական ստորագրվելուց առաջ լուծելու է ներքին եւ արտաքին ամենատարբեր խնդիրներ, բայց ոչ բուն հագամարտության խնդիրը։ Իհարկե 26 թվից առաջ դա շատ օգտակար է իշխող կուսակցության համար, իհարկե իրենք կաշխատեն այս հաղթատուղթը օգտագործել, բայց կարծես թե հանրությունը միանշանակ չի վերաբերվում այս խաղաղության հատվածին, հա, շատերը ովքեր ունեն զինակոչիկ զավակ կամ զինվորական
հարազատներ, բարեկամներ, միգուցե այստեղ ինչ-որ խորհրդություն չեն քաշում, բայց ամեն ինչ շատ արագ կարող է զրոյանալ եւ փոշիանալ եւ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունները վերջին հաշվով ներողություն եմ խնդրում Ամերիկայի Միացյալ Նահանգների թիվ 1 դեմքի համար Հայաստանը 1-1 Ալբանիա է, իսկ Ադրբեջանը Երևանից արդեն Կամբոջա է։ Այսինքն ինքը կոնկրետ ֆիքսված, անգամ իր մոտ չի ֆիքսում, որ Հայաստանը Հայաստան է, Ադրբեջանը Ադրբեջան եւ անընդհատ խառնում է։ Այսինքն կարևորության այդ թիվ 1 խնդիրը այլ է Ամերիկայի թիվ 1 դեմքի համար, քան Հայաստանի խնդիրը կամ Ադրբեջանի կամ առհասարակ Կովկասի խնդիրը։ Պարոն Գևորգյան, տեսեք, Սփյուռքը Հայաստանի անկախության ողջ շրջանում մինչ օրս եւ համոզված եմ հետագայում էլ իր մեծ առաքելությունն ունի, ունեցել եւ ունի եւ ունենալու է։ Գրեթե բոլոր ոլորտներում Թուրքը իր ցանրակշիռ դերն ու նշանակությունն ունի։ Մենք մեկ անգամ չէ որ տեսել ենք Սփյուռքի մեր քույր եղբայրների, մեր հայրենակիցների նվիրվածությունը, հոգատարությունը դրսից հայրենիքի, երկրի եւ նրա լուսավոր ապագայի հանդեպ։ Ցավոք սրտի այսօր մի տեսակ, եթե անկես խոսելու լինենք, ը, ինչ որ բարիկադներ են ստեղծվել Սփյուռքի համար, որը շատ ցավալի է, քանի որ Սփյուռքի մասնակցությունը միշտ էլ առանձնահատուկ դեր է ունեցել։ Ես ուզում եմ նաև այս մասին զրուցենք։ Ըստ ձեզ այսօր հայկական Սփյուռքը որտեղ ավելի շատ անելիքներ ունի, որտեղ է զգացվում Սփյուռքի ավելի գործուն մասնակցությունը։ Գիտեք, իշտ է, եկեք մեզ հագարակ հարցը տանք, իսկ Հայաստանը ինչ ունի անելու այս մասը։ Ես սկզբունքայինորեն դեմ եմ, որ Սփյուռքը արյունատու, ֆինանսատու, օգնող է, ինչի մասին է խոսքը ստեղ, եկեք հստակ առանձնացնենք եւ պատկերացնենք նախ մեր անելիքը, կազմակերպչական, չգիտեմ, արժեհամակարգային, հոգևոր, կրոնական պարտականությունների մասով, հետո ակնկալենք ինչ-որ բան մեր քույրերից, եղբայրներից եւ զավակներից, ովքեր այնտեղ են։ Արմատապես պետք է փոխել առաջին հերթին սա, պետք է լինել հոգով, մտածվածությամբ, խորամտությամբ, ավելի ուժեղ եւ այդպեսին դառնալու ճանապարհին նոր հասկանալ թե եւ ասել մեր քույրերին եւ եղբայրներին թե ինչ ունեն իրանք անելու մեր համար կամ իրանց համար վերջապես դու մայր հայրենիք ես եւ քո զավակների մասին է խոսքը մայր Սփյուռք չկա եւ զավակ Հայաստան չկա սկսենք այդ բարձ բառային բառամթերքի մեջ հստակություն մտցնելուց Սփյուռքի հետ կապված հարցերը մեկ հոգու կարծիքով կամ մեկ մարդու մտքի զորությամբ կամ մեկ մարդու ասելիքով լուծվող չեն։ Դրա համար կար ինստիտուցիա նախարարություն, որ այս իշխանությունը լուծարեց։ Եվ անգամ Սփյուռքի նախարարությունը քիչ էր, հանրային պալատ պետք է ունենային համահայկական, որը իր գործառույթով հանրային կյանքին պետք է մասնակից դարձներ Սփյուռքի են նվիրյալ մաքուր անկեղծ մեր եղբայրներին ու քույրերին, որովհետեւ իրանք իրանց տեսնեին Հայաստանում։ Բացի սրանից պետք է հստակ հասկանալ, որ այնուամենայնիվ Հայաստանում ավելի քիչ հայեր են ապրում, քան Սփյուռքի որոշ գաղթօջախներում եւ ընդհանուր միասին վերցրած։ Մենք պետք է հաշվի առնենք իրանց կարծիքը, այո, պետք է հաշվի առնենք իրանց կարծիքը, բայց իրանց գիտելիքները, իրանց ունակությունները ներգրավելով Հայաստանի ներհասարակական կյանքում, լայնացնելով այդ տիրույթը, հա, որտեղ լավ գիտնականներ ունենք, լավ մասնագետներ ունենք, լավ մենեջերներ ունենք,
այս կերպ միայն կարողանանք հետագա քայլեր պլանավորել։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն բավականին հագեցած զրույցի համար եւ վերջում ես կցանկանայի, որ դուք ձեր խոսքն ուղեիք Հայք մեդիայի բազմահազարանոց լսարանին եւ աշխարհասփյուր հայությանը։ Շատ բարդ բան է, ուղղակի ինչ որ բան ասել չեմ ուզում, մենք պետք է մեր ազգը սիրենք, մեր ժողովրդին սիրենք, մենք պետք է եթե հանրային, մշակութային կամ քաղաքական դաշտում ենք, չբավարարվենք մենակ մեր մերձավորներով։ Մեզ այս սերը պակասել է միշտ, հիմա դրա կարիքը առավել շատ է զգացվում։ Քաղաքական, աշխարհաքաղաքական եւ ամենատարբեր զարգացումները մեզ բերել են մի տեղ, երբ որ մենք արդեն տևական ժամանակ է խոշոր կորուստների մեջ, ցավից ու կորուստի հանդեպ անմխիթարությունից անզորության ենք հասել, բայց մենք ունենք զորեղ Աստված, մեր հավատը չպետք է պակասի։ Վերջապես մենք արդեն ինքներս մեր մեջ ենք շատ հարցերի պատասխան փնտրում, կտրվել ենք հասարակությունից, հանրային հեռանկարներից, վաղվա մասին պատկերացումներից, ծրագրերից, ու ինքներս մեր մեջ ենք փորձում մտածել, ու այստեղ է, որ պետք է Աստծո առաջ մաքրվենք, մեր հավատքի շնորհիվ ապաշխարության հավատ խնդրենք Աստծուց եւ մեր եկեղեցու հետ ավելի մոտիկանանք։ Այս է ճանապարհը։ Եվ մի բան էլ պետք է ասեմ, ավանդականորեն մեր մեջ վախ կա վաղվա օրվա հանդեպ։ Արտարացված եւ տրամաբանված է այդ ամեն ինչը։ 1000 ավել տարի պետություն չունենք, հետո Սովետ միության այդ պրոպագանդայի դաշտից սկսեցինք վախենալ, հետո Արցախը հետ բերեցինք, հետո սկսեցինք անընդհատ մտահոգվել, վախենալ, լարվել, որ վերջնարդյունքի հետ կապված ինչի առաջ կկանգնենք ու կորցրեցինք, հա? Այդ ամբողջը մեզ կանգնեցնում է վաղվա մասին երազելուց ու նպատակներ կառուցելուց, անընդհատ ինչ-որ վախից զգուշավորության առաջ։ Եկեք չվախենանք վաղվա օրվանից, որտեղ այնուամենայնիվ անկախ կատարվողից ու ամեն ինչից մենք անկախության սերունդ արդեն կայացած մարդկանց ծնողներ ենք, իմ տարեգիցները եւ շատերը, եւ մենք ունենք աշխարհի ամենաթանկ բանը, մի սերունդ, որը ծնվել եւ ապրել եւ արարում է հիմա անկախության արդյունքում, դա անկախների սերունդ է, եւ իրանք հարգելի լսողներ, եղբայրներ, քույրեր, հարազատներ, բարեկամներ, դեռ նոր են սկսում իրանց հանրային կյանքը, բայց մեզ հասու չէ ու չենք տեսնում, որ իրանք Հայաստան են կառուցում իրանց ձևով։ Իսկ ես լինելով տարիների մանկավար, շփվելով երիտասարդների հետ, շատ մեծ հարգանքով ու ակնկալիքով եւ վստահությամբ կարող եմ ասել, որ իրանք արժանավոր զավակներ են։ Եկեք այդ մասից ելնելով ապաքինվենք մի քիչ մեր այս ցավերից, դուրս գանք այս անհաջողությունների շղթայից եւ սկսենք հավատալ վաղվա օրվան։ Չեմ ասում ավանդական լավ է լինելու արտահայտությունը, բայց առանց լավի նպատակի յուրաքանչյուրիս պայքարը ստեղծելիքը, ստեղծածը իմաստազրկվում է։ Պինդ ենք մնում եւ լավագույն ակնկալիքներով սպասում ենք համբերատար վաղվա լավ բաների։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։